Հայ-առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանն անդրադարձել է իր վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթին, այն կեղծ որակելով հաղորդում է Գալաթիվին։ Ազգային անվտանգության ծառայության կողմից իշխանական CVKM-ին տրամադրած փաստաթղթի համաձայն Տեր Եզրասը 1980-ականներին հավաքագրվել է խորհրդային ՊԱԿ-ի կողմից։ Միքայել arczepiskopos Հաչապահյանի գործով ներպետական ատյանները սպառելուց հետո պաշտպանները պատրաստվում են դիմել նաև միջազգային ատյաններ։ Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում փաստաբան Արա Զոհրաբյանն ասել է, արդեն եվրոպական դատարան դիմելու փաթեթ են նախապատրաստում, մինչև փետրվարի 5-ը կդիմեն։ Միքայել arczepiskopos Հաչապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա 2 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել։ Պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել, պահանջելով ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ, ճանաչելով եւ հռչակելով Միքայել Սրբազանի անմեղությունը։ Բողոքի քննությունը տեղի կունենա հունվարի 13-ին։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է հետվճարի միջոցով կենսաթոշակների եւ նպաստների բարձրացման ծրագրին։ Նա մասնավորապես նշել է, որ հունվարի 1-ից թոշակառուների եւ նպաստառուների կողմից անկանխիկ առևտրից հետվճարի չափը կազմում է 20%, մինչեւ 10,000 դրամ։ Վենեսուելայում մեկ շաբաթյա սուկ է հայտարարվել հիշատակ Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով զոհված զինվորականների։ Կառավարության տվյալներով հարձակման հետևանքով զոհվել է շուրջ 2 տասնյակ վենեսուելացի սպա։ Կուբայի կառավարությունն իր հերթին հայտարարել է Վենեսուելայում աշխատող իր 32 զինվորականների եւ ոստիկանների սպանվելու մասին։ Ամերիկյան գործողության հետևանքով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը Միացյալ Նահանգներ են տարվել։ Նրանք արդեն կանգնել են Նյու Յորքի դաշնային դատարանի առջև։ Միաժամանակ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը պաշտոնապես երդվել է որպես ժամանակավոր նախագահ։ Նա Միացյալ Նահանգների հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել։ Սիրիական Հալեպում իրավիճակը սրվել է, գնդակոծվում են հիմնականում քրդաբնակ Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիե շրջանները։ Հաղորդվում է զոհերի եւ վիրավորների մասին, բախումները տեղի են ունենում Սիրիայի անցումային կառավարության զորքերի եւ քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատների միջև։ Իշխանությունները Հալեպ են ուղարկել տանկեր, հրետանի։ Քաղաքի օդանավակայանի աշխատանքը 1 օրով դադարեցվել է, բոլոր չվերթներն ուղղվելու են Դամասկոսի օդանավակայան։ Տեղի հայկական Գանձասար բարբերականի հաղորդմամբ բախումներ են գրանցվել նաեւ Հալեպի հայաշատ հատվածում։ Սուրբ Ծննդյանը հաջորդող մեռելոցի արարողությունը չեղարկվել է։ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի առաջնորդները Փարիզում հռչակագիր են ստորագրել հրադադարի հաստատումից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար բազմազգ ուժերի տեղակայման մտադրության վերաբերյալ։ Ուկրաինային աջակցելու պատրաստակամություն հայտնած կամավորների կոալիցիայի առաջնորդները հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, համաձայնեցնելու անվտանգության այն երաշխիքները, որ կարող են տալ Կիևին Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության գործարքի դեպքում։ Հանդիպմանը Վաշինգտոնը գործ ուղղել է նախագահի գլխավոր բանագնաց Սթիվ Ուիտկոֆին եւ Թրամփի պեսա Ջարեդ Քուշներին։ Հայաստանի տարածքում հունվարի 7-ից 8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 7-ից 10-ից 3-ը կբարձրանա 3-ից 5, գիշերը 16-ից 20 աստիճանով։ Երևանում նույնպես հունվարի 7-ից 8-ին տեղումներ չեն սպասվում։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 0-ից 2 աստիճան տաքություն, երեկոյան 3-ից 5 աստիճան ցուրտ։